ադրբեջանական իշխանությունը շարունակում է սալյամի պես ուղղակի մեր երկրի, մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր։ Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է։ Այն գինն է։ Այսինքն նրանք ինչ են ասում, գնում են հանդիպումների, Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորված քննարկումների, ինչ է տեղի ունենում, գաղտնի մեր ժողովրդի թիկունքի հետևում այսպիսի ներխուժումներ, դիրքային բարելավումներ են տեղի ունենում, հետո դրա գինն էլ այն է, որ Ադրբեջանը ասում են չի կրակում, այդ 3 խոշոր պատերազմ բերած, 3 պարտություն բերած, երկրորդ հայկական ցեղասպանությունը բերած իշխանությունները խոսում են խաղաղությունից, որովհետև ամեն տարի 2021 թվականին կորցրել ենք տարածքներ, 2022 թվականին կորցրել ենք տարածքներ, 2023 թվականին կորցրել ենք տարածքներ, 2024 թվականին կորցրել ենք տարածքներ, եւ հիմա տեսնում ենք, որ 2025 թվականին նույնպես կորցրել ենք տարածքներ, որտեղ սրանք նաեւ ոչ միայն ֆիզիկապես տարածքնային ներխուժումները պետք է հաշվի առնենք, այլ նաև վերահսկողությունը կիլոմետրերով, դուք տեսեք ինչքան հսկայական տարածքներ են վերահսկում նրանք։